Ավելի քան 2 ժամ է տևել Գյորգի Չոլաձեի հարցաքննությունը քաղաքային դատարանում։ Գյորգի Չոլաձեն Գյորգի Գախարյայի նախարար լինելու տարիներին զբաղեցրել է վարչապետ Գյորգի Բաղդաձեի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Հարցաքննությունից հետո Չոլաձեն նշել է, որ իրեն հարցեր են տվել 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձությունների վերաբերյալ։ Նրա խոսքով զրույցը վերաբերել է հունիսի 20-ի երեկոյան խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններին, թե ով է այդ պահին ներկա եղել օրենսդիր մարմնում, ինչպես են կայացվել որոշումները եւ ինչպես են զարգացել իրադարձությունները։ Անվտանգության եւ իրավապահ մարմնների արդյունավետ համակարգում, գյուղատնտեսություն, առևտուր եւ տնտեսություն։ Իսրայելում Վրաստանի արտաքին գործերի նախարարը շարունակում է բարձր մակարդակի հանդիպումներ։ Մակա Բոճորիշվիլին վերջերս հանդիպել է Իսրայելի Քնեսեթի խոսնակի հետ։ Այցի շրջանակներում նա հանդիպել է պետության ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի եւ գյուղատնտեսության ու սննդի անվտանգության նախարար Ավի Դիխտերի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների եւ երկկողմ համագործակցության հետագա խորացման քայլերը։ Եվրամիությունը անցկացնում է ընդլայնման ֆորում, սակայն Վրաստանը հրավիրված չէ։ Եվրամիության ընդլայնման ֆորումը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է։ Նպատակն է հանրայնականացնել Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ քննարկումը։ Պաշտոնական հայտարարության համաձայն ընդլայնման նորացված իմպուլսը Եվրոպական հանձնաժողովի 2024-ից 2029 թվականների ռազմավարական տեսլականի անկյունաքարն է։ Ընդլայնման ֆորումի մասնակցում են քաղաքական առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, երիտասարդներ եւ քաղաքացիական փորձագետներ։ Վրաստանին Եվրամիության ընդլայնման ֆորումին չհրավիրելը քաղաքական գնահատականների առանցքայնում է։ Զուգահեռաբար քննարկվում է առանց վիզայի ճանապարհորդության հարցը, ինչ որոշում կկայացվի դեկտեմբերին։ Մինչ այդ առանց վիզայի ճանապարհորդության կասեցման մեխանիզմը պարզեցվում է։ Եվրամիության խորհուրդը 3 հաստատեց առանց վիզայի ճանապարհորդության կասեցման թարմացված կանոնները։ Քաղաքական սպեկտրում խոսվում է Վրաստանի հնարավորությունների մասին։ Ընդդիմությունը կարծում է, որ կառավարության քաղաքականությունը իրական սպառնալիք է ներկայացնում վիզայի ազատականացման գործընթացի վրա։ Վրաստանին ոչինչ չի կանգնեցրել։ Բրյուսելն է որոշում, թե երբ վրաց ժողովրդին հնարավորություն տրվի սկսել երկխոսություն Եվրամիությանը միանալու վերաբերյալ, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Մակա Բոճորիշվիլիի խոսքով, չնայած Եվրամիությունը ինքն է հրավիրում Վրաստանին ընդլայնման հանդիպմանը, այլևս հարցեր չկա այն մասին, թե ով է կանգնեցրել գործընթացը եւ ով է կանգնած այս դադարեցված գործընթացի հետևում։ Ստամբուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների հանձնաժողովի նախագահը։ Մայա Բիթաձեն կենտրոնացավ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերների, տնտեսական կապերի կարեւորության եւ միջազգային համագործակցության անհրաժեշտության վրա։ Խոսեց Վրաստանի որպես կայուն եւ հուսալի տարածաշրջանային գործընկերոջ անհրաժեշտության մասին։ Վաղվանից օրենսդիր մարմնում կսկսվեն ընտրական օրենսգրքի նոր խմբագրության հանձնաժողովային քննարկումները։ Փոխվում է այլ երկրում բնակվող ընտրողի ընտրությունների մասնակցելու կանոնները։ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն միայն խորհրդարանի պետական սահմաններում։ Թեկնածուների գրանցման ընթացակարգերը կպարզեցվեն, մասնավորապես այլևս գրանցման քարտ չի պահանջվի։ Վարչապետը Աջարիայի հանրային հեռարձակման եթերում խոսել է Eagle Hills-ի նախագծի մասին։ Կոբախիձեն եւս մեկ անգամ նշել է, որ նախագիծը անթերի եւ կարևոր դեր կունենա Վրաստանի, մասնավորապես Աջարիայի տարածաշրջանի զարգացման գործում։ Նրա խոսքով համաձայնագրի պաշտոնական ստորագրումը նախորդել են ամիսներ տևած բանակցությունների, որպեսզի երկիրը կարողանա առավելագույնս օգտվել այս համաձայնագրից։ Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Eagle Hills-ի շուրջ բացասական արշավը տարվում է առանց փաստերի եւ փաստարկների։ Դատախազությունը ձերբակալել է մեկ անձի անչափահասի անձնական կյանքի գաղտնիքները ապօրինի ձեռք բերելու, պահպանելու եւ տարածելու մեղադրանքով։ Հետաքննության պարզվել է, որ մեղադրյալը անօրինական կերպով ձեռք է բերել, պահել եւ տարածել իր հետ
Ապրող 12-ամյա անչափահաս գերի անձնական կյանքի գաղտնիքները պարունակող նյութեր նրա ննջասենյակում տեղադրելով թաքնված տեսաձայնագրող սարք։ Վերոնշյալ փաստի առիթով դատախազությունը քննչական ու դատավարական գործողություններ է իրականացրել։ Հարցաքննվել են տուժողը եւ նրա վկաները։ Առևանգվել են էլեկտրոնային սարքեր, որոնցում հայտնաբերվել է հանցագործության մեղադրական եզրակացություններ, որից հետո դատարանի որոշման հիման վրա մեղադրյալը ձերբակալվել է։ Կալանավորվածին սպառնում է 7 տարի ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության եւ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչայության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահման եւ Վրաստան ներմուծման մեղադրանքով։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մեղադրյալի ձեռքի ուղեբեռը ստուգելիս իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբեր։ Հանցագործությունը պատժում է ցմահ կամ 20 տարի ժամկետով ազատազրկում։